Լեռան քարոզը կամ մեզ առավել հայտնի 9 երանինները։ Այսպիսի խորհրդավոր վերնագրով է սկսում Հիսուս Քրիստոս իր պատգամախոսությունը Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխում։ Երանիներ, որոնք եկեղեցու հայրերը համեմատում են Հակոբին տեսիլքով երևացած երկնային սանդուղքի հետ, եւ երանիների քանակը, որը զուգահեռվում է հրեշտակների 9 դասերի խորհրդաբանության հետ։ Երանիներն ասելուց առաջ Հիսուս առանձնացավ, բարձրացավ լեռը եւ նստեց այնտեղ, ինչը նշանակում է, թե այդ լեռը, հոգևոր բարձրությունը հաղթահարողները եւ Հիսուսին մոտեցողները, այսինքն աշակերտները, կարող են լինել երանելի, ժառանգել երկնային արքայությունը եւ կոչվել Աստծո որդիներ։ Մատթեոսի ավետարանի այս գլուխը կարծես շատ խորհուրդներ է բացահայտում եւ որ կարեւոր է շատ խորհուրդներ է տալիս։ Կարծես Մատթեոսը մի հետաքրքիր զուգահեռ է անցկացնում Մովսես մարգարեի հետ։ Մովսեսը երբ բարձրացավ Սինա լեռը եւ այնտեղից ստացավ տասնաբանյան, որն ուղղված էր իսրայելացիներին, Քրիստոս էլ ըստ Մատթեոսի ավետարանի ներկայանում է իբրև նոր Մովսես, որն էլ բերում է արդեն սիրո օրենքը։ Եվ լեռան քարոզը, եթե ամբողջությամբ ընթերցենք, հետաքրքրական զուգահեռներ կարող ենք անցկացնել սիրո գաղափարախոսության եւ նաեւ երանիների այն շղթայի մեջ, որոնց վերջնանպատակը իրոք սերն է։ Եվ երևի թե այսպիսի հարցումին, որ ինչ խորհուրդ ունի, ես կասեմ, որ սիրո նոր օրենք է, որ տրվում է լեռան վրայից։ Լեռան քարոզում Տերը երանում է հոգով աղքատներին, սգավորներին, հեզերին, արդարության քաղցն ու ծարավ ունեցողներին, ողորմածներին, սրտով մաքուրներին, խաղաղարարներին, արդարության համար եւ իր պատճառով հալածվողներին։ Լեռան վրա հավաքված բազմությունը բազմաշերտ էր, բայց Տերն ընտրեց 9 շերտեր։ Առաջին երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Չէի առանձնացնի, որ 9 շերտին ուղված քարոզ է, լեռան քարոզը, եւ յուրաքանչյուր երանին ընդգրկում է մի ամբողջ մարդկային պատմություն։ Առհասարակ, երբ որ նայենք մտածողության մեջ, ինչ էր երանին, երանին օրհնություն է։ Եվ ըստ այսմ Քրիստոս օրհնություններ է տալիս հոգով աղքատներին, սգավորներին, հեզերին, արդարության համար հալածվողներին։ Կարծեք թե շատ արդիական է նաև մեր օրերում։ Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է երանի հոգով աղքատներին, մեզանից շատերի մտածողության մեջ սա պետք է հարուցի որոշակի խնդիրներ, եթե չենք նայում սրան, որ քրիստոնյայի աչքերով։ Ինչ նկատի ունի հոգևոր աղքատ ասելով։ Իհարկե, աղքատությունը մանավանդ մեր օրերում շատ գովելի իրավիճակ չէ, եւ որևէ մեկը չի ուզում աղքատ լինել, այլ կամավոր աղքատ լինել։ Բայց երբ նայում ենք այս բառի իրական իմաստին, եբրայերեն իմաստին, հունարեն իմաստին, այստեղ պետք է հասկանալ կարիքավոր իմաստով։ Երբ Քրիստոս ասում է երանի հոգով աղքատներին, նկատի ունի այն մարդկանց, ովքեր հոգու կարիքն ունեն, հոգևորի կարիքն ունեն։ Եվ այն մարդը, ով ունի հոգևորի կարիք, իրեն իսկապես երանություն է տրվում, որովհետև ինչպես մարմնավոր սնունդի պարագայում մենք մեր մարմինը պիտի հագեցնենք մարմնավոր սնունդով, որովհետև ունենք այդպիսի պահանջմունքներ, նաև մեր հոգին առավելապես կարիք ունի հոգևորի, եւ երանությունը հենց նրանցն է, ովքեր ունեն հենց հոգևոր կարիքներ, եւ իրենց բավարարման համար Տերն ասում է երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, որովհետև հոգու պտուղները գթած մարդը ժառանգորդ է երկնքի արքայության։ Երկրորդ երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Եթե այս երանիների ամբողջ շղթան ընթերցենք, պետք է հակասությունների մի ամբողջ պատ մեր առջև բարձրանա։ Ինչ նկատի ունի մեր Տերն ասում է, որ երբ որ ասում է երանի սգավորներին, արդյոք սգավոր լինելը լավ բան է։ Տիրոջ պատգամը ոչ թե սուքին երանություն տալն է, այլ այն մարդկանց, ովքեր որ սքի մեջ են տեղի ունեցող բարքերի պատճառով, տեղի ունեցող Աստված ուրացության, Աստված մերժողության պատճառով։ Դրա համար Տերն ասում է երանի ձեզ, որ դուք տեսնում եք հասարակության այդ բարքերը, տեսնում եք, որ
մարդը իսկապես հեռացել է հոգևորից եւ սուք ունեք։ Դուք ինքներդ տեսնում եք ձեր իսկ մեջ արկա հեռացումն Աստծուց եւ դրա համար սգում եք։ Եվ իմացեք, վստահացած եղեք, որ դուք մխիթարություն պիտի գտնեք, որովհետեւ հասկացել եք, որ հեռացել եք Աստծուց եւ կարծեք թե սուքը այստեղ մի պատճառ է դառնում, որպեսզի մարդը իր կարիքը գիտակցելով վերադառնա դեպի Աստված։ Երրորդ երանի. Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Հող ժառանգելու իրավունքը, սիրելի հեռուստադիտողներ, մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես մեր պատմության ընթացքին, երբ մենք տարբեր անցքերի բերումով զրկվել ենք մեր հողերից։ Հեզությունը այստեղ խոնարհության հոմանիշն է, եւ երբ որ մարդը խոնար է, երբ որ մարդը պատրաստակամ է, երբ որ մարդը ունի արժեքներ, որոնց համար արժե կռիվ տալ, որոնց համար արժե կյանք զոհել, որոնց համար արժե իրական քրիստոնեության ապրում ունենալ, նա պիտի ժառանգի երկիր, պիտի ժառանգի հող։ Հողը այստեղ նաև շատ կարևոր քրիստոնեական իմաստ ունի։ Տեսեք, մենք օտար պետություններում, եթե չունենանք հայրենիք, չունենանք պետություն, ինչպես պիտի կարողանանք ազատորեն պաշտել մեր Աստծուն։ Ուրեմն այստեղ, երբ որ Տերն ասում է Երանի հեզերին, Երանի խոնարհներին, որոնք որ պիտի ժառանգեն երկիր, հենց նկատի ունի այն, որ դուք հեզ եք, հավատարիմ եք եւ խոնարհ եք ձեր Աստծուն, եւ այդպիսով հող պիտի ունենաք, որպեսզի ազատորեն կարողանաք պաշտել ձեր Աստծուն։ Եվ հենց այս հեզության եւ այս խոնարհության համար Տերը ավետյաց երկիրը խոստացել էր իսրայելացիներին, թեպետ իսրայելացիները որոշակի պարագաներում շեղվեցին իրենց այդ ուղուց, հեզությունից եւ խոնարհությունից։ Չորրորդ երանի. Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան, եւ ութերորդ երանի. Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Եթե շատերիս համար տարօրինակ է, ապա ըստ Տիրոջ խոսքի տրամաբանական է, թե ինչու երանիներից երկուսում, չորրորդում եւ ութերորդում հիշվում են արդարները, մի դեպքում արդարության քաղցն ու ծարավն ունեցողները, մյուս դեպքում արդարության համար հալածվողները։ Շատ կարևոր գաղափարախոսություն կա այս երկու երանիների մեջ եւ շատ կարևոր առանցքային բառ արդարություն։ Մեր օրերում, երբ մենք անդրադառնում ենք տարբեր իրավիճակների, նկատում ենք, որ տեղի են ունենում տարբեր անարդարություններ։ Արդարության առաջին ընկալումը մեզ համար թերևս կապված պիտի լինի օրենքի հետ, օրենքի պահպանությունը, որից պիտի բխի արդարությունը։ Բայց ցավոք սրտի, մեր կյանքի ոչ բոլոր իրավիճակներում են արդարությունն ու օրինապահությունը հաղթանակում։ Այդուամենայնիվ արդարությունը ոչ միայն մարդկային արժեք է, այլ առավելապես աստվածային, եւ Աստծո արդարության դրսևորումը շատ կարևոր դիտանկյուն է քրիստոնյայի կյանքում։ Բայց թերևս մենք մեր կյանքի եւ կենցաղավարության մեջ շատ անգամներ չենք էլ նկատում, որ այդ արդարությունը պահանջում է որոշակի կենսակերպ։ Մենք միայն խնդրում ենք, ինչպես այստեղ երանի է տրվում արդարության համար հալածվողներին, խնդրում ենք, որ Տերը մեզ չդատի արդարորեն, այլ ողորմած կերպով, որովհետև եթե գա Տիրոջ իրական արդարությունը, մեզանից որևէ մեկը չպիտի փրկվի, ինչպես ասում էին մեր եկեղեցու սուրբերը։ Սակայն այստեղ տրվող երանին, որ ասում է երանի նրանց, ովքեր քաղցած են եւ ծարավ են արդարության։ Քաղցն ու ծարավը պիտի նկատենք մարդու կյանքի կարևորագույն պահանջմունքները։ Չենք կարող ապրել, գոյատևել, եթե չունենանք այդ երկու կարևոր պահանջմունքների բավարարումը։ Մարդ չի կարող ուղղակի կենսագործել, եթե ինքը քաղցած է, առավել եւս ծարաված։ Եվ Տերը այս երկու շեշտերը հիմնականում դնում է, ցույց տալու, որ արդարությունը այդքան մեծ կարևորություն ունի քրիստոնյայի կյանքում։ Այն աստիճանի, որ դա հավասար է քաղցի բավարարմանը եւ ծարավի բավարարմանը, եւ նրանց տրվում է երանություն։ Ասում է դուք օրհնյալներ եք, եթե դուք ունեք արդարության համար քաղց ու ծարավի զգացողություն։ Հինգերորդ երանի. Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Մեր կյանքի տարաբնույթ ընթացքներին մենք
ականատես ենք լինում ողորմության դրսևորումների։ Ինչպես արդարությունը, այնպես էլ ողորմությունը ուղղակի բխում է Աստծո կամքից։ Եվ մեր նախորդիվ հաղորդումների ընթացքում մենք առիթ ենք ունեցել անդրադառնալու ողորմությանը։ Ողորմությունը ճիշտ եւ ճիշտ մարդ Աստված, մարդ փոխհարաբերության իրական պատկերն է։ Եվ իրական ողորմածության դրսևորումը, երբ որ մարդն ունենում է իր նմանի նկատմամբ, չպիտի թմկահարվի, չպիտի բարձրացվի, չպիտի դրոշակ դառնա, որովհետև իրական ողորմածությունը, իրական բարեգործությունը, բարեգթությունը սիրում է լուռ մնալ։ Եվ Տերը իսկապես երանություն է տալիս ողորմածներին, որովհետև կարծեք թե ով իր մեջ ունի ողորմածության զգացողություն, այսինքն կարող է ողորմած լինել, իր մեջ կրում է իրական Աստծուն, որովհետև ամենամեծ ողորմությունը Աստծո կողմից եղավ մեզ համար, մարդկանց համար, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, մեր մեղքերի համար խաչվեց, մահացավ, հարություն առավ եւ սրանից մեծագույն ողորմություն գոյություն չունի։ 6-րդ երանի. Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Շատ հետաքրքրական դիտարկում է, երբ մեր Տերն ասում է երանի սրտով մաքուրներին։ Ինչ է նշանակում լինել սրտով մաքուր։ Եթե մենք դուրս գանք եւ տարբեր մարդկանց հարցնենք այս հարցի պատասխանը, թե ինչ է նշանակում սրտով մաքուր լինել, պիտի ստանանք թերևս տարբեր կերպերով, բայց նույն իմաստով արտահայտություններ։ Սրտով մաքուր լինել նշանակում է ունենալ այն քրիստոնեական ընկալումը, ունենալ այն քրիստոնեական ըմբռնումը, որ պիտի առաջնորդի դեպի Աստված։ Սրտով մաքուր լինել նշանակում է լինել պարզ, ջինջ եւ պատրաստական ընկալելու Աստծուն։ Եվ պատահական չէ, որ Տերն ասում է երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Այս պարագան է, որ եթե դու սրտովդ մաքուր ես, քո խղճին չկա որևէ ծանրացած իրականություն, դու հնարավորություն ունես տեսնելու Աստծուն, ընկալելու Աստծուն, որովհետև այլ կերպ հնարավոր չէ տեսնել Աստծուն, այլ կերպ հնարավոր չէ հանդիպել Աստծուն, եթե ոչ սրտով եւ հոգով քո ունեցած մաքրությամբ։ 7-րդ երանի. Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Խաղաղությունը եւ խաղաղարարությունը երկուսն էլ Աստծո շնորհներ են, որովհետեւ մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս, երբ որ իր կյանքի կարևորագույն որևէ դրվագի առաջ կանգնում էր եւ աշակերտներին, եթե բացեք Սուրբ Գիրքը եւ կարդաք, հայտնվելով աշակերտներին ասում էր խաղաղություն ձեզ։ Ինչ է խաղաղությունը։ Խաղաղությունը ներդաշնակություն է նախ եւ առաջ եւ կարեւոր է քո անձի հետ առաջինը գտնես խաղաղությունը, բայց խաղաղությունը վերացական գաղափար չէ։ Խաղաղություն ունենալու համար պետք է ունենալ պատրաստակամություն, կամք եւ գիտակցում, որովհետեւ խաղաղությունը չեն պարտադրում։ Խաղաղությունը իրական ճշմարիտ քրիստոնյայի կենսակերպն է եւ աշխարհի պարտադրված խաղաղությունը իրական խաղաղություն չէ, այլ ինչպես Տերն է ասում է խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ։ Իրապես մեզ վերջին շրջանում, վերջին տարիներին շատ մեծ կերպով պակասում է խաղաղությունը, մեր հասարակական կյանքից սկսած։ Տեսնում ենք, որ տարբեր առիթներով մեր կյանքը հուզված է, մեր կյանքում կան տարբեր ընկալումներ, մենք մեր դեմ, մեր մեջ փորձում ենք գտնել ոչ խաղաղարարներ եւ մեր դրսեւորումներում խաղաղարար չեն գտնվում, բայց Տերն ասում է երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծո որդիներ կկոչվեն, այսինքն այն խաղաղարարներին, ովքեր իրապես գտել են խաղաղությունը, իրապես գտել են Քրիստոսին, պիտի կոչվեն Աստծո որդիներ եւ շատ կարեւոր է սիրելիներ, որ մեր ներքին կյանքը մենք կազմակերպենք հենց այսպես, զերծ մնանք տարբեր մեր կյանքը հուզող իրադարձություններից եւ նմանվենք իսկապես Աստծո որդիներին, գտնենք խաղաղությունը եւ դառնանք խաղաղարարներ։
եւ վերջին երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ինչպես թե ուրախանանք, երբ մեզ հալածում են, երբ մեզ գանահարում են, մեզ ամեն տեսակ չար զրպարտություն են անում։ Աշխարհում ամեն օր առկա են զրպարտություններ, առկա են չարություններ, հալածանքներ, նախանձներ եւ հատկապես քրիստոնյաների համար։ Երբ ես պիտի մտածեմ, որ ինչու պետք է ինձ հալածեն, ինչու պետք է ինձ նախատեն, ես չպիտի լինեմ այդ պարագայում իրական քրիստոնյա, որովհետեւ ես իմ առջեւ օրինակ ունեմ իմ Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որին հալածեցին, գանակոծեցին, նույնիսկ սպանեցին, բայց ինքը որևէ մեղք չէր գործել։ Եվ այստեղ էլ Քրիստոս ասում է՝ ուրախացեք, որովհետև ինձ էլ նույն կերպ վարվեցին, եւ ձեզանից առաջ եղած մարգարեներն էլ նույն կերպ վարվեցին, որովհետև ձեզանից առաջ եղած մարգարեները, որոնք ճշմարտությունն էին խոսում, հալածվում էին, եւ երանի մեզ, որ ճշմարտության համար իսկապես պիտի հալածվենք, ինչպես Քրիստոս, որ իրական ճշմարտությունն էր, կյանքն էր եւ ճանապարհն էր, իրեն հալածեցին, իրեն խաչեցին, սպանեցին, բայց վերջում Տերը հարություն առավ, ինչպես եւ ցանկացած ճշմարտություն, որին պիտի բանտեն, որին պիտի հալածեն, որին պիտի նախատեն եւ զրպարտեն, ի վերջո պիտի հաղթանակի։ 9 երանիներին անմիջապես հետևում է Տիրոջ ցնծության եւ ուրախության հրավերը։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ Մեկնիչ հայրերն ու վարդապետները դարեր շարունակ մեկնաբանել են այս երանիների խորախորհուրդը, որն ըստ էության Աստծո բնույթի ներդրումն է մարդու մեջ։ Երանիների աստվածային բնույթն ու նպատակն է ամբողջացվում երանիներին քիչ ավելի ուշ հաջորդող տերունական աղոթքի մեջ, որ մեր Տերը սովորեցրեց իր աշակերտներին։